Երկու տղամարդ կասկածվում են 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Դեկտեմբերի 20-ին ոստիկանները օպերատիվ տեղեկությունների իրացնելով տարածքային ոստիկանության բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Արսեն Ե-ին եւ 45-ամյա Արման Ղ-ին։ Ըստ համայնքային ոստիկանության տվյալ բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների Արսեն Ե-ն եւ Արման Ղ-ն կասկածվում են մարզերից մեկի բնակիչ 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք օգտվել են աղջկա անօգնական վիճակից եւ հաճախակի տարել են դաշտամիջյան հատվածներ ու սև գործը կատարել։ Նշված դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ քննիչի որոշմամբ Արսեն Ե-ն եւ Արման Ղ-ն ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չեն հայտնվում։ Երևանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 միլիոն դրամ է գողացել։ Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է եւ հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։ Ոստիկանները պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։ Պաշտոնյայի կինն իր ամուսնու բանկային քարտից գողացել էր 4 միլիոն դրամ։ Բարձրաստիճան պաշտոնյան կաշառք է վերցրել օժանդակել փողերի լվացմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն ԱԿ-ն իր օգտին գործողություն կատարելու համար 2014 թվականին դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ ԼՍ-ին մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն որպես կաշառք է տվել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ԼՍ-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը եւ իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։ Այս մասին տեղեկացրել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Կաշառք տալու եւ փողերի լվացմանն օժանդակելու համար ԱԿ-ին մեղադրանք է ներկայացվել 2023 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի առաջին մասով եւ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ ԱԿ-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, ասված է հաղորդագրության մեջ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբականակը եւ թաքցրել իր տան խորդանոցում։ Նույն օրը ժամը 10-ի սահմաններում մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկվեց խորդանոցը։ Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ ու եւս 8 փաթեթ լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մերսեդեսի բեռնախցիկից գողացել են ԱԶ-ի տնօրենի պայուսակը, որում եղել է $32,000, 3 միլիոն 600 հազար դրամ։ Դեկտեմբերի 20-ին ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանությունն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ-ն եւ հայտնել, որ Սասնածռել 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր Մերսեդես մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար եւ անձնագիր։ Տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել եւ ավտոմեքենայի անվադողը ծակել էին եւ ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել եւ ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է, պայուսակը այնտեղ չի եղել։ Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 20:10-ից մինչև նույն օրը ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի Օլիմպիավանի հարևանությամբ կայանված իրեն պատկանող
Mercedes Magnişi ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է $32,000, մոտ 3,600,000 դրամ, անձնագիր եւ բջջային քարտ։ Շամշանքոմի տեղեկություններով Գեղամ Մեջլումյան ԱԶ-ի տնօրենն է։